14 ժամ տևած դատական նիստից հետո Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվել է եւ կիրառվել է տնային կալանք, հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Վարդևանյանի խոսքով վերացվել է նաեւ Կարապետյանի հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը։ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքը, համակցված գրավով, բացակայելու արգելքով եւ մի կարևոր հանգամանք եմ ուզում նշել, կոչերի հրապարակային հայտարարությունների սահմանափակումը եւս վերացվել է։ Իդեպ այդ իմաստով, ինչպես արդեն 3 տեղեկացրել էի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը այդ մասով արձանագրումներ կատարել էր, որ նման սահմանափակում չպետք է լինի։ Մեկ հանգամանք էլ ուզում եմ ասել, իհարկե առիթ կլինի ավելի երկար կներկայացնեմ, իսկապես հունվարի 16-ը չափազանց տարօրինակ, բարդ, դժվար օր էր, իսկապես այն պահը, երբ հիվանդանոցում էր գտնվում Սամվել Կարապետյանը, ստանում էր ներերակային ներարկում, ոստիկանության 10-ից ավել ծառայողներ գալիս են մտնում են հիվանդանոց, քանի որ քննիչը գրություն է գրել, որ Սամվել Կարապետյանին անպայման անհապաղ տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ, անկախ նրանից, որ ստացիոնար բուժում էր ստանում։ Եվ այդ պահին Սամվել Կարապետյանը պարզապես տեսնելով այդ ամենը, ինքը հենց արձագանքեց առաջիններից, ասելով գնացինք։ Մեր հավատքը հիմնված է այն։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը Իզմիրյան բժշկական կենտրոնի հիվանդասենյակից պատասխանել է ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանի հայտարարություններին, նրան եւ նրա համախոհներին անվանելով տիրադափ հերձվածողներ։ Սրբազանը նշել է, որ եկեղեցու բարեկարգման անհրաժեշտության մասին հայտարարություններն իրականում դավադիր խարդավանքներ են, որոնք նպատակ ունեն քանդել հայ առաքելական եկեղեցին իշխանությունների զինված խմբերի աջակցությամբ։ Անգախ համը կորզմուչիդես ԱՄՆ արևմտյան հայոց թեմի առաջնորդ arczepiskopos Հովնան Տերտերյանը օրերս հայտարարություններ տարածել, հայտնելով, որ միանում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Հայտարարության մեջ arczepiskopos-ը ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրել էր սկանդալների, փակ կառավարման եւ անարդյունավետության մեջ, եկեղեցի ներկայացրել հակապետական կառույց։ Բաքվում գերության մեջ պահվող Ռուբեն Վարդանյանի դեմ բացված շինծու գործը միտումնավոր ձգձգվում է, կարծում է միջազգային ատյաններում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուր Սահակյանը։ Իրավապաշտպանի խոսքով 1 տարի ընթացող կեղծ դատավարության ընթացքում հստակ ապացույցներ Ադրբեջանի դատարանը չի ներկայացրել Վարդանյանի վերաբերյալ։ Արձանագրությունները, որոնք ստորագրել են մեր ռազմագերիների ադրբեջանցի փաստաբաններն ու թարգմանիչները, կեղծ են։ Շուրջ 1 տարի ընթացող դատավարություններում, երբ ընդհանուր առմամբ դատական նիստերի քանակը 2 դատավարություն գերազանցում է 150-ը, մենք չտեսանք կոնկրետ փաստեր, չտեսանք կոնկրետ ապացույցներ եւ արարքներ այդպես էլ չմնացին ապացուցված։ Մենք կարող ենք նկատել, որ հիմնական մեղադրանքները հենց քաղաքական թեզերի վերարտում էին դատական պրոցեսներում եւ այս ողջ դատավարության նպատակը Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումներ եւ ցուցադրական պատիժը բոլոր այն հայերի նկատմամբ, ովքեր ի նպաստ Արցախի գործունեություն էին իրականացրել։ Սիրանուր Սահակյանը նշել է, շինծու այս դատավարությունն ավարտված է համարել ադրբեջանցի դատավորը եւ գնացել է խորհրդակցական սենյակ։ Ակնկալվում է այս ամսվա ավարտին կհայտարարվի Ռուբեն Վարդանյանի դատավճիռը։ Խոշոր հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի նոր կառուցվող շենքերից մեկում, ժամը 9-ի սահմաններում հրդեհ է բռնկվել անմար կրակի հուշարձանի հարևանությամբ գտնվող նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարհանվել է 15 մարդ։ Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, հրդեհի հետևանքով այրվել են մալուխներ։ Իրանական Մեհր լրատվական գործակալությունը գրել է, որ ըստ Իսլամական հեղափոխության պահապանների Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների գլխավոր հրահրողը Ռահաբ Հարհամ ծածկանունով մի կին է, որի իրական անունը Նազանին Բարադարան է։ Նա 3 անգամ փոխել է իր անունը եւ գործել է Պենտագոնի սպայերից մեկի ղեկավարությամբ։
Իրանում արյունարի բախումներից հետո իրավիճակը կարծես հանդարտվել է։ Բազմաթիվ կոչերի, մեղադրանքների եւ սպառնալիքների ֆոնին երկրի իշխանությունները շարունակում են պնդել, որ անհնազանդությունները կազմակերպել են Իսրայելը եւ Միացյալ Նահանգները։ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի խոսքով մի մարդ սպանելու համար վճարվել է 500 միլիոն թուման, մոտ 18 միլիոն դրամ, ավտոմեքենայի հրկիզման համար 200 միլիոն թուման, ոստիկանական բաժանմունքի հրկիզման համար 80 միլիոն թուման, վանդալիզմի համար 15 միլիոն թուման։ Նախարարը շեշտել է, որ Թեհրանը կհետաքննի անկարգության բոլոր դեպքերը եւ կպատժի մեղավորներին։ Ոչ ոք իշ չի համոզել, ես ինքս ինձ եմ համոզել, ասել է Թրամփը լրագրողներին, նշելով, որ ինքն է որոշում կայացրել չհարձակվել Իրանի վրա։ Նրանք երեք պատրաստվում էին կախաղան հանել ավելի քան 800 մարդու, եւ ես իսկապես հարգում եմ այն փաստը, որ նրանք չեղյալ հայտարարեցին դա, նշել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ ամերիկյան մամուլը տարածել էր այն տեղեկությունը, թե նախագահ Թրամփին Մերձավոր Արևելքի երկրների առաջնորդներն են համոզել Իրանի նկատմամբ ռազմական գործողություն չսկսել։ Գերմանացի զինվորականները ժամանել են Գրենլանդիա մասնակցելու Դանիայի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի հետախուզական առաքելությանը։ Եվրոպական երկրները փոքրաթիվ զորքեր են ուղարկել Արկտիկա Դանիայի խնդրանքով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի հարցով բանակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Թրամփն իրեն անվանել է մաքսատուրքերի արքա, սպառնալով նոր հարկեր սահմանել այն երկրների դեմ, որոնք համաձայն չեն իր պահանջներին։ Գրենլանդիան ինքնակառավարվող տարածք է Դանիայի թագավորության կազմում։ Սպիտակ տան ղեկավարը բազմիցս է հայտարարել, ԱՄՆ-ն պետք է տիրապետի կղզուն այն պաշտպանելու համար, շեշտելով դրա ռազմավարական կարևորությունը ազգային անվտանգության համար։ Դանիայի եւ Գրենլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ ակնկալում են հարգել իրենց տարածքային ամբողջականությունը։ Դանիան փոքրիկ երկիր է, փոքր տնտեսությամբ եւ սակավաթիվ բանակով։ Նրանք չեն կարող պաշտպանել Գրենլանդիան, հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը։ Նրա խոսքով Դանիան չի կարող վերահսկել Գրենլանդիան։ Քրդերենը Սիրիայում ճանաչվում է որպես ազգային լեզու, իսկ Նավրուզը հայտարարվում որպես ազգային տոն։ Նման որոշում է կայացրել Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան։ Նա հրամանագիր է ստորագրել ուղղված Սիրիայում քրդական համայնքի իրավունքների պաշտպանությանը, այդ թվում էթնիկ եւ լեզվական խտրականության բացառմանը, քրդական ուժերի եւ Դամասկոսի միջև վերսկսված բախումների ֆոնին։ X-ի սոցիալական հարթակում հրապարակված տեսանյութում Սիրիայի նախագահը ուղերձով դիմել է քուրդ բնակչությանը, նշելով, որ հրամանագիրը, որը պետք է ամրագրվի օրենքի տեքստում, երաշխավորվում է քրդերի որպես իրավահավասար քաղաքացիների իրավունքները։ Նա նաև կոչ է արել տեղանված սիրիացի քրդերին վերադառնալ իրենց քաղաքներն ու գյուղերը, ընդգծելով, որ դրա համար որևէ նախապայման չի լինի, բացի զենքը վայր դնելուց։ Նախատեսվում է Սիրիայի քաղաքացիություն տրամադրել այն քրդերին, որոնք զրկվել էին դրանից 1962 թվականի վիճահարույց մարտահամարի արդյունքում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում նիստը վարել է արևային ակնոցով։ Vous allez me subir ainsi. Ներողություն եմ խնդրում այս ակնոցների համար, դա պայմանավորված է որոշակի խնդիրներով, ստիպված կլինեմ դրանք որոշ ժամանակ կրել։ Օրեր առաջ Ֆրանսիայի նախագահին վնասված աչքով էին նկատել։ Նա նշել էր, որ իր աչքի կարմրությունը վտանգավոր չէ։ Մակրոնը խնդրել է ուշադրություն չդարձնել, կատակելով, որ իր աչքը նման է հայտնի Ռոքի ֆիլմի վագրի աչքին, որը խորհրդանշում է ուժ եւ վճռականություն։ Non volontaire à l'œil du tigre. Նախագահ Դոնալդ Թրամփը վերջին հայտարարության մեջ նշել է, որ թեև այս պահին Մինեսոտայում ապստամբության մասին օրենքի կիրառման անհրաժեշտություն չի տեսնում, սակայն պատրաստ է ցանկացած պահի գործի դնել այդ հզոր գործիքը, եթե անկարգությունները չդադարեն։ Այս նախազգուշացումը հաջորդել է Մինեապոլիսում բռնկված բուռն բողոքի ցույցերին ու բախումներին, որոնք հրահարվել էին ներգաղթի եւ մաքսային հսկողության դաշնային գործակալության գործակալների կողմից Միացյալ Նահանգների քաղաքացի Ռենե Գուդի սպանության եւ մեկ այլ ներգաղթյալի վիրավորման պատճառով։ Իրավիճակն էլ ավելի է սրվել քաղաքում հազարավոր դաշնային սպաների տեղակայմամբ, ինչը հանգեցրել է տեղական բիզնեսների աշխատանքի խաթարմանը եւ Սպիտակ տան ու նահանգի դեմոկրատ ղեկավարների միջև բացահայտ հակամարտության։ I'm here, Mr. President, to
Գերմանիան կարող է բոյկոտել 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Սրա պատճառն այն է, որ ԱՄՆ-ն ցանկանում է տիրանալ Գրենլանդիային։ Որոշումը դեռևս հստակ չէ, սակայն մրցաշարի չեղարկումը կարող է դիտարկվել միայն որպես վերջին միջոցը Թրամփին Գրենլանդիայի հարցում ուշքի բերելու համար։ Առաջնությունը նրա համար մեծ նշանակություն ունի, ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի մտերիմ քաղաքական գործիչ Յուրգեն Հարտը։ Սպիտակ տունը հայտարարել է Գազայի կառավարման ազգային կոմիտեի ստեղծման եւ միջազգային խաղաղության խորհրդի կազմի հաստատման մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Գազայի կառավարման ազգային կոմիտեի ձևավորումը, այն գնահատելով որպես կարևոր առաջընթաց իր Գազայի հակամարտությունը ավարտելու ծրագրի երկրորդ փուլի իրականացման ճանապարհին։ Թրամփը նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգները լիովին հանձնառու է աջակցելու այս անցումային շրջանակին, սերտ համագործակցելով Իսրայելի, առանցքային արաբական պետությունների եւ միջազգային հանրության հետ համապարփակ ծրագրի նպատակներին հասնելու համար։